Տիկին դատախազ Հովիկ Աղազարյանի հայտարարության համար, որ իրենք ամենալավ իշխանությունները Նիկոլ Փաշինյանը հավերժ պետք է պաշտոնավարի, մենակ այդ արտահայտության համար միջնորդեք ցմահ ազատազրկումները։ Հիմա պարոն Աղազարյան, մի 3 հարց։ Ձեր խոսքում ասիք 1 տարի առաջ ԵՄ դիմելու հարց է քննարկվել վարչությունում։ Վարչություն չէ, խմբակցությունում։ Խմբակցությունում։ Իրոք պատրաստ են իշխանությունը ԵՄ դիմելու նախաձեռնություն հանդես բերել, թե վերջը թողել էր այդ եվրո կուսակցություններին։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը Սամբյոնին ձեզ մեղադրել է, որ ձեր նամակագրության մեջ ազգային անվտանգությանը սպառնացող տվյալներ են եղել կամ դրանք բացահայտել են։ Այդ հարցով ազգային անվտանգության ծառայություն ձեզ ընդհանրապես կանչել են պարզաբանման, հարցաքննության, բացատրություն վերցնելու, թե ոչ եւ ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Կապված իմ հեռախոսի հետ կապված ինֆորմացիայի պահով, երբ որ պարոն վարչապետ նախ չճանաչրակ այդ պահին, այդ ճնշումների շարքում մի հետաքրքիր դրվագ եղավ, երբ որ հանդիպում ունեցանք պարոն Ալեն Սիմոնյանի հետ, իմ տղաների հետ միասին եւ պարոն Հակոբ Ասլանյանի հետ միասին։ Պարոն Ալեն Սիմոնյանը ինձ հարց տվեց, թե հիմա ոնց դուրս գանք այս վիճակից, պարոն Աղազարյան, պետք է դուրս գանք, չէ՞, լուծում պետք է գտնենք։ Ես ասացի, որ ԱԱԾ-ի ներկայացուցիչը նստած է այստեղ, իմ հեռախոսը ձեր մոտ է, փաստաթղթերը ձեր մոտ է, դրեք, հրապարակեք 2-3 հատ, ոչ թե հրապարակեք, իմ տղաներին ցույց տվեք, 2-3 հատ դրվագ, որ ես ինֆորմացիա արտահոսք եմ արել խմբակցության նիստերից։ Ես մանդատս դնեմ, դիմումս գրեմ հեռանամ։ Չարվեց։ Հաջորդ խնդրանքս։ Ասեցի, ամենասարսափելի դրվագը որ կա, իմ եւ մի տղայի հետ նամակագրությունն է։ Դրեք այդ նամակագրությունը, թող իմ տղաները կարդան։ Եթե իմ տղաները կասեն, որ իրենք այդ նամակագրության հետևանքով գլուխ կախելու պատճառ կարան ունենան եւ կամ այդտեղ պարունակում է որևէ վտանգ պետական անվտանգության իմաստով, դիմումս գրեմ, տունել չէ թամ, այդտեղ Կիևյան մոստ։ Ոչ են արվեց։